Երկրորդ կուրսում էի սովորում, երբ տեսա մի աշխատանքի հայտարարություն Staff EM-ում, որի պայմաններին ամբողջությամբ համապատասխանում էի, աշխատավարձն էլ մինչև 350,000 դրամ էր։ Հարցազրույցի առաջին փուլն էլ անցնելուց հետո միանգամից աշխատանքից դուրս եկա, որովհետև դե այս նոր աշխատանքի պայմանները շատ ավելի լավն էր, աշխատավարձն էլ ուսանողի համար էլ չասեմ ինչքան լավը։ 2 շաբաթ լինելու էր ուսուցում, դրանից հետո 1 ամիս փորձաշրջան, բայց վճարովի։ Փորձաշրջանի ընթացքում, որ արդեն գիտեի վճարվելու եմ, արդեն պատկերացնում էի, թե այդ աշխատավարձով ինչեր էի գնելու։ Ու եկավ նոր ամսվա սկիզբը, երբ որ ստանալու ենք արդեն աշխատավարձ։ Ու ահա թե ինչքան է եղել իմ առաջին աշխատավարձը։ Իրականում ես 5,000 դրամ էլ չէի աշխատել էի 1,300 դրամ մոտավոր։ Ուղղակի տնօրենս շատ լավն էր ու որոշել էր ոգեշնչել, դրա համար այդքան տվեց։ Դե փորձաշրջանը արդեն վերջացել էր ու ես սպասում էի արդեն աշխատանքային պայմանագրին, բայց ինչ-ինչ պատճառներով պայմանագիրը ստորագրվեց հաջորդ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում։ Չնայած քանի որ փորձաշրջանը ավարտվել էր, ես վստահ էի, որ ամբողջական աշխատակից եմ ու ստանալու էի ամբողջական աշխատավարձ։ Եկավ արդեն հաջորդ ամսվա ամսի 1-ը ու արդեն աշխատավարձ պետք է ստանայինք ու բնական է ես սպասում էի ամբողջական աշխատավարձից։ Բայց ես ստացա վերջին 1 շաբաթվա աշխատավարձը։ Դե բնական է ես էի մեղավոր, որովհետև ի սկզբանե պետք է պայմանագիր պահանջեի, բայց չգիտեմ, ես այնքան էի վստահում այդ մարդկանց, որ մտածում էի պայմանագիրը ստորագրում ենք երկրորդ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում, որովհետև հիմնադիրը Երևանից էր գալիս ու հնարավորություն ուղղակի չէր ունեցել ամսվա սկզբին գալ, դրա համար վերջում ենք ստորագրում։ Ու դա ոչ մի կերպ ինչ որ խնդիր չէր հանդիսանալու իմ աշխատավարձ ստանալու հետ։ Բայց ես էլի սխալվեցի ու այս անգամ արդեն հասկացա, որ եթե աշխատանքի պայմաններում նշում են աշխատավարձի չափը մինչև X թիվ, օրինակ մինչև 350,000 դրամ, 1,500 դրամն էլ է մտնում մինչև 350,000 դրամի մեջ։ Նույն լոգիկայով այդ աշխատավարձի չափը կարող էին նշել մինչև 3 միլիոն դրամ ու ինչ էլ աշխատենք կմտներ այդ մինչև 3 միլիոն դրամի մեջ։ Հա հասկանում եմ, որ ես էլ եմ մեղավոր եղել, երկրորդ անգամ չեմ ճշտել աշխատավարձի չափը։ Ուղղակի ես հիմնվել էի հայտարարությունում նշված աշխատավարձի չափի վրա։ Ուսանողական 4 տարիների ընթացքում ես այնքան աշխատատեղ եմ փոխել ու այնքան պատմություններ ունեմ, որ կարող եմ ամեն օր պատմել։